PlayStation-ի ու Ֆորմուլա 1-ի խառնուրդ, երբ կառավարում են անօդաչու թռչող սարքը առաջին դեմքից։ Յուքոմի աջակցությամբ Armdrone համայնքը առաջին անգամ Հայաստանում անցկացրեց FPV դրոնների Արևմտյան Ասիայի տարածաշրջանային մրցարշավը։ Յուքոմն արդեն երկրորդ տարին է, որպես գլխավոր տեխնոլոգիական գործընկեր, աջակցում է համայնքի տեխնոլոգիական եւ կրթական նախաձեռնություններին։ Այս ծրագիրը հատկապես, բացի որ ինքը հրավիրում է մասնակիցներ արտասահմանից, փորձը, որ գիսվում է այդ արտասահմանցի մասնակետը մեր երիտասարդների հետ, օգնում է, որ մերոնց մտածելակերպը ավելի ջգուն լինի տեխնոլոգիական տեսանկյունից, որտեղ այսօրվա երիտասարդները ինչքան փորձ ցեք բերեն, ինչքան հմտություն ցեք բերեն եւ ինչքան իրենց մտածելակերպը զարգացնեն, իրենք մեր ավակայի երաշխավորն են այսպիսի տեխնոլոգիաների շրջանակում։ Մրցարշավը համախմբել էր տարածաշրջանի ավելի քան 100 լավագույն օդաչուների Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ղազախստանից եւ այլ երկրներից։ Այն անցկացվել է մուլտի-ջիփի միջազգային ստանդարտով, նպատակ ունենալով նպաստել Հայաստանում անօդաչու թռչող սարքերի ոլորտի զարգացմանը, խթանել նորարարական տեխնոլոգիաների կիրառումը, նաեւ զարգացնել մասնակիցների մասնագիտական հմտություններն ու կարողությունները։ Հենց տեխնոլոգիական ընկերությունները պետք է պատրաստական լինեն աջակցեն նմանատիպ նախաձեռնությունների, որը օգուտ է թե Հայաստանին, թե ընդհանուր հետագայում տվյալ կազմակերպություններին։ Մեր մասնակիցները պետք է շատ այսպիսի մրցույթներ տեսնեն, մասնակցեն, սխալվեն, որպեսզի հնարավորություն լավ արդյունք գրանցեն։ Պետք է կրթական սպորտային միջոցառումներ լինեն, որպեսզի մենք կարողանանք դաստիարակենք, սովորացնենք սերունդ, որը ունակա ոչ միայն ուղղակի սարք վարի, այլ նաև այդ սարքը սպասարկի, հավաքի, կարողանա բոլոր կարգավորումները անի ու պատրաստի մասնագետ դառնա։ 10 տարեկան Վահեն մրցույթի ամենափոքր մասնակիցն է։ Հայրիկի հետ գնել ենք մասերը եւ միասին ամբողջությամբ հավաքել ենք, ծրագրավորել ենք այս դրոնը։ Հետո միասին էլ փորձարկում ենք։ Այստեղ կիսաեզրափակիչ փուլ եմ անցել, բայց չանցա հաջորդը։ Ինչ եղավ։ Ուրիշ երկու հոգին հասցրին ինձից շուտ վերջացնել։ Ամենամեծ մասնակիցն էլ եւ օգնում է մյուսներին եւ ինքն է սովորում նոր սերնդից։ Ես արդեն 15 տարուց ավել ես ոլորտում եմ մասնակցում, բայց հələ միջին կատեգորիայի մեջ եմ, որտեղ այդտեղ երեխեք հենց մակարդակի են, որ արդեն մենք պետքա սովորենք իրանցից, որտեղ իրանք հմտությունները շատ արագ զարգանում են, ունենց բաներ կա, որ ասենք տարիքով մարդիկ արդեն չեն կարողանում իրանց հետ մրցել։ Մրցարշավի եզրափակիչ փուլը մայիսի 17-ին էր, 3 անվանակարգերից 2-ում սկսնակ եւ միջին փորձառության հաղթող օպերատորները հայ մասնակիցներն էին։ 15-ամյա Դմիտրի Սավինովսկին պրոֆեսիոնալ անվանակարգի հաղթողներից է։ Ես այստեղ եկել եմ տարածաշրջանային միավորների համար, կոպիտ ասած տեղի համար եւ ընդհանուր ասիական մրցաշարային աղյուսակում տեղի համար։ Արդյունքներս հիանալի են։ Սա իմ երկրորդ մարզական սեզոնն է, իսկ ընդհանուր առմամբ դրոններով զբաղվում եմ արդեն 2.5 տարի։ Յուքոմը այս տարի եւս նախատեսել էր հատուկ մրցանակ, ակտիվ մասնակցության համար 16-ամյա Ռաֆիկ Ադամյանը ստացավ իր խրախուսական նվերը։ Հաջորդ տարի կմասնակցեմ կրկին եւ կփորձեմ գրանցել ավելի բարձր արդյունքներ։ Այս անգամ մասնակցի սկսնակների անվանակարգում եւ շատ հաջող թռիչք ստացվեց իմ մոտ։ Մրցարշավի նպատակն է զարգացնել ԱԹՍ-ների կիրառումը Հայաստանում եւ ապագայում կարողանալ մասնակիցների հմտությունները կիրառել գյուղատնտեսության, տեխնիկական սպասարկման, օդային նկարահանման եւ միջազգային մրցույթների մասնակցության ոլորտներում։ Մեզ պետք է այսպիսի երիտասարդներ, Երանի մենք ունենք այսպիսի երիտասարդներ 5, 10, 15 ու 20 տարի առաջ։ Այսօր այնպիսի սերունդ է պատրաստվում, որ մենք կարող ենք վստահ լինենք, որ ապագայում այս տեխնոլոգիաների շրջանակում ղեկը իրենց հանգիստ կարող են կանցնել։ Մրցարշավը համագործակցության եւ փորձի փոխանակման հարթակ է անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերությունների, տեխնոլոգիական համայնքի եւ ոլորտով հետաքրքրված երիտասարդների համար։